Ահաբեկչության դեմ պայքարում Հիլարի Քլինթոնը եւ Դոնալդ Թրամփի նշած առաջնահերթությունները թերևս համընկնում են։ Թրամփի նպատակը նույնն է, սակայն ահաբեկչական խմբավորումը նա դիտարկում է որպես ավելի լուրջ խնդրի միայն մի մասը։ Մենք իսպառ կվերացնենք արմատական իսլամական ահաբեկչությունը այս երկրում, իսկ Հիլարին անգամ չի կոչում իրենց անունով։ Մինչդեռ Քլինթոնը այն անվանում է արմատական ջիհադիզմ, նա ծրագրում է ոչնչացնել իսլամական պետություն խմբավորման հենակետերը, համագործակցել դաշնակիցների հետ ահաբեկչական ցանցերի դեմ պայքարում, սերտորեն աշխատել Ամերիկայի մահմեդական համայնքի հետ եւ ակտիվացնել հետախուզական աշխատանքը իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռելու, բացահայտել եւ կանխել ահաբեկչական դավադրությունները։ Թրամփը այլևս չի արծարծում Միացյալ Նահանգներ մահմեդականների մուտքի արգելքի թեման, փոխարենը նա խոսում է ավելի խիստ սահմանային ստուգումների մասին երկիրը ահաբեկիչներից պաշտպանելու համար։ Չմանրամասնելով Թրամփը հայտարարում է, որ Ասադի ռեժիմը տապալելու փոխարեն ցանկանում է ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանի եւ այսպես կոչված չափավոր արաբական երկրների հետ։ Բանակի պաշտոնաթող գեներալ եւ Թրամփին սատարող Սիդնի Շախնովի խոսքերով Թրամփը չի հանդուրժի իսլամիստների որևէ գործողություն։ Նա կպայքարի նրանց դեմ, որտեղ էլ որ լինեն։ Իմ կարծիքով նա ներկայիս վարչակազմից ավելի ճկուն կգտնվի ռազմական գործողությունների հարցում։ Պաշտոնաթող դիվանագետ Ջեյմս Ջեֆրին կիսում է Քլինթոնի մոտեցումը։ Հուսով եմ, որ նախագահ Օբամայի օրոք դեպի Մոսուլ նախատեսված հարձակումը մահացու հարված կհասցնի իսլամական պետության խմբավորմանը, նախքան Քլինթոնի պաշտոնի ստանձնումը։ Սակայն անկասկած Հիլարին եւս վերջնականորեն կտապալի խմբավորման վերջին հենակետ Ռաքան։ Ըստ Իրաքի իշխանությունների ռազմական գործողության արդյունքում իսլամական պետություն խմբավորումը Մոսուլից դուրս կմղվի ծրագրվածից ավելի շուտ։ Վերլուծաբանների մեծ մասի կանխատեսմամբ անկախ արդյունքից այն էական ազդեցություն կունենա Միացյալ Նահանգների եւ հաջորդ գլխավոր հրամանատարի հետագա ռազմավարության վրա։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։